Այս պահին էկոնոմիկայի փոխնախարարն էլ եկավ, ներսում են, ասաց, որ կա տնտեսական եւ քաղաքական որոշում, որ գործարանը աշխատելու է, պետք է հասկանալ, թե ինչպես։ Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ գործարանը պետականացվելու է եւ ասել է այն աշխատակիցները, ովքեր պատվերով ակցիա են արել, աշխատանքից կազատվեն։ Ինչպես կարձագանքեք, կա որ Մարդիկ անգործ են մնացել, առանց աշխատանք, առանց աշխատավարձ, ինչ պատվերի հարց է, ով է ինձ վերել ստեղ։ Չէ, ես ինքս առավոտ շուտել եմ, որ իմանամ իմ հարցը, իմ վաղվա օրը, ոնց է լինելու, ով ինձ պետք է բերել, իմ հարցը ով է ինձ տալու, եթե ես չգամ չաշխատեմ։ Այսինքն հացի խնդիր բարձրաձայնողի հետ շանտաժով են խոսում, ստացվում է։ Ոնց կլինի, եթե ես այսօրվա հարցը չեմ կարողանում լուծել, ոնց կլինի, եթե ինչ պատվեր, ասենք ում հարցը ես պետք է ստեղ լուծեի, եթե իմ հարցը ես չեմ կարող լուծել։ Իմ աշխատանքի հարցն է ստեղ լուծվում։ Ինձ անորոշ ժամանակում նստեցրել են, ես չգիտեմ ինձ ինչա սպասվում։ Ինչ պետք է անեի ես։ Գործարանը փակել են, ինձ ուղարկել են տուն, ես ինչ պետք է անեմ, չի աշխատում, ինչ պետք է անեմ ես այսօր, կամ վաղը։ Վաղը ասացի վաղը։ Վաղը հետ, չէ, վաղը հետ, ես այսօրվա հարցը չեմ կարող լուծել։ Այսինքն դուք նաև մտածում եք, որ այնուամենայնիվ թե խոստացել են, բայց կարող է ինչ-որ փուլում գնան փակելու ճանապարհով, եթե թերահավատ եք, որտեղ ասում են վաղը կբացվի։ Ով իմանա։ Ով իմանա կբացվի, չի բացվի։ Եթե մի անգամ ցենց չորով դնում ու փակում են, ինչ իմանաս, վաղ ինչ կա։ Շնորհակալ եմ։